Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս Կիրակի օրվա սերտողությունը մենք շարունակում ենք մեր ուսումնասիրությունը նամակ հռոմեացիներին։ Այս Կիրակի կուսումնասիրենք 12-րդ գլուխը, 10-ից 21 համարները։ Ուրեմն վերնագիրն է այսօրվա սերտողության կանոնադրությունը քրիստոնյայի կյանքի։ Գիտեք, Պողոս առաքյալը 10-ից 21 համարներում մեզ տալիս է քրիստոնյայի կյանքի կանոնադրությունը։ Նա վերահաստատում է քրիստոնյայի նիստն ու կացը, ինչպես հարկավոր է որ լինի նրա գործունեությունը եւ վարքագիծը։ Ինչու է առաքյալը սա շեշտում, որովհետեւ Աստծո արքայությունը այս աշխարհի կանոններին չի համապատասխանում, բոլորովին տարբեր է։ Առավել ևս ինչպես որ շփվենք մարդկանց հետ, կամ փառք կբերի, կամ էլ հակառակը մեր Տիրոջը։ Երբ մարդիկ առիթ են ման գալիս, որ մեզ բզկտեն, մեր հավատքի համար թույլ մի տուր կամ առիթ մի տուր, որ նրանք մեր Տիրոջ անունը ուղղակի անպատվեն։ Նաև ասեմ, որ մեր կռիվն ու պայքարը մարդկանց հետ չի, այլ հոգևոր դաշտում է, եւ ինչպես որ գրված է նամակ Եփեսացիներիս 6-րդ գլուխ 12 համարում, գրած է, որովհետև մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չի, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ, եւ սա է իրականում մեր պայքարը։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք մենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Շնորհակալ ենք մենք այս առիթի համար, այս հնարավորության համար, որպեսզի դու մեզ կդասավանդես, կսովորեցնես քո սուրբ խոսքերը եւ կխնդրենք Տեր, որ դու աշակերտես մեզ քո խոսքերով։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ թող այս պատգամը օրհնանք լինի նրանց համար եւ թող սփռվի համայն աշխարհով մեկ։ Աղոթում ենք այս ամենը քո սուրբ անունով Հիսուս։ Ամեն։ Եկեք ուրեմն 10-ից 16 համարները կարդանք ու ուսումնասիրենք։ Գրված է. եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցեք, ջանասիրության մեջ մի ծուլացեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջ ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, մշտապես աղոթեք, սրբերի կարիքներին հաղորդակից եղեք, հյուրասիրության հետևեք, ձեզ հալածողներին օրհնեք ու մի անիծեք, ուրախացողների հետ ուրախացեք եւ լացողների հետ լացեք, միմյանց նկատմամբ նույն վերաբերմունքն ունեցեք, մեծամիտ մի եղեք, այլ խոնարհի հետ շփվեք, ինքներդ ձեզ իմաստուն մի համարեք։ Լավ, եկեք հասկանանք, թե Պողոս առաքյալը մեզ այստեղ ինչ է սովորեցնում։ 10-ից 21 համարները երկու մասի են բաժանված։ Առաջին մասը կենտրոնացած է եկեղեցու մարմնի վրա, ու երկրորդ մասը ոչ հավատացյալների վրա, այսինքն անհավատների վրա։ Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչպես է հարկավոր եկեղեցու նկատմամբ ու Աստծո գործերի նկատմամբ վարվել։ Կարող ենք իրականում ամփոփել հետևյալ ձևով. սիրով լցվեք, իրար նկատմամբ ջերմ ու գթասիրտ եղեք, միշտ Սուրբ Հոգով լցված եղեք ու եկող փառքի հարությանը, այսինքն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի մտայնությամբ ու կենտրոնությամբ համբերատար շարունակեք հավատի կյանքը նաև դժվարության ժամանակ։ Առաքյալը նաև շեշտում է, որ միշտ հաղորդակցության մեջ լինենք Աստծո հետ եւ ծառայենք նրան։ Այսինքն աղոթքը մեր զենքն է եւ հարկավոր է ամեն ինչ Տիրոջը բերել հավատքով։ Հաջորդ կետը Պողոս առաքյալը սովորեցնում է, որ իրար ծառայելու ու կարիքներու նկատմամբ անտարբեր
չլինենք։ Նա խոսում է, որ մենք միասնական լինենք եւ հավատքի կյանքը ապրում ենք եկեղեցու մեջ եւ եկեղեցու հետ։ Հիմա երբ եկեղեցի բառն ենք օգտագործում, մենք չենք խոսում պատերի կամ կառույցի մասին, այլ մենք խոսում ենք հավատացյալների մասին, կենդանի եկեղեցու մասին։ Իսկ Տիրոջ խնամքը իր ժողովրդի համար եկեղեցու մարմնի միջոցով է նաև իրականացնում։ Հարկավոր է եսակենտրոն չլինենք, այլ աստվածակենտրոն, որ Տիրոջ կամքը կատարենք։ Ուրեմն առաջի Կորինթացիների նամակի մեջ 10-րդ գլխի առաջի համարում առաքյալը ասում է առանց սիրով գործանելը Տիրոջ համար նման է արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի պես։ Ուրեմն, եթե անում ես մի բան առանց Քրիստոսի սիրո, այսինքն լցված Հիսուսով, Հիսուսի սիրով նման է ուղակի աղմուկի, սա է ասում։ Իսկ եթե անցնենք 14 համարի մեջ գրած է հալածողներին, այսինքն բացատրությունը հալածողներին օրհնեք եւ աղոթեք նրանց համար, դա սովորեցնում է, որ համբերություն է հարկավոր անհավատների եւ նրանց նկատմամբ, ովքեր մեզ վնաս են ուզում պատճառել, եւ այն համբերությունը, որ Հիսուսով կարող ենք ցույց տալ, ինչպես մեր երկնավոր հայրը այս աշխարհի նկատմամբ է ցույց տալ իր համբերությունը եւ համբերատար լինելը, որ չի ոչնչացնում այս աշխարհը, նույնպես եւ մենք կարող ենք համբերատար լինել նրանց նկատմամբ, ովքեր որ մեզ հալածում են։ Եվ Տիրոջ արքայությունը հասկացեք, որ այս աշխարհի կանոնների կամ կանոններով չի աշխատում։ Նաեւ ասեմ, որ այս վերաբերմունքով մենք կարող ենք շահել թշնամուն Աստծո արքայության համար։ Եվ ուզում եմ մի կարևոր կետ շեշտեմ, որ այս խոսքը, ինչ որ առաքյալը մեզ սովորեցնում է, անհատական մասշտաբով է դա սա կատարվում։ Իհարկե, խոսքը տրամաբանության, այսինքն տրամաբանություն գոյություն ունի, երբ որ ասենք մեկը հարձակվում է ընտանիքի անդամի վրա կամ եւ այլն, իհարկե մենք իրավունք ունենք պաշտպանելու։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ ձեզ անպատվում են կամ ինչ որ խոսք են ասում կամ վերաբերմունքը լավ չի կամ նման դեպքեր, մենք պետք է ներենք նրանց եւ անցնենք առաջ։ Ուղղակի ուզում եմ շեշտեմ, որ մարդկանց համար չթվա, որ ինչ որ մի ոչ իրականը, այսինքն իրականությանը համապատասխան գաղափար է սա։ Այս գաղափարը այն ինչ որ Քրիստոս մեզ սովորեցնում է, նախ անդրադառնում մենք իր սկզբնական ուսմունքների, երբ որ ասում է մի թուշդ հարվածեն, մյուսն էլ դեմ տուր, այսինքն նկատի ունի զսպվածության մասին։ Մենք էլ պետք է ամենայն զսպվածությամբ մեր կյանքը հավատքի ապրենք եւ մարդկանց նկատմամբ ներողամիտ լինենք։ Ուրեմն 15 համարի մեջ էլ գրած է, սա կարևոր, այսինքն 15 համարի բացատրությունն էլ կարևոր ուսմունք է, Պողոս առաքյալը սովորեցնում է, որ մենք մեկ մարմին ենք եւ իրար նկատմամբ հարկավոր է խնամքով ու սիրով լինենք։ Առաջի Կորինթացիների 12-րդ գլխի 26 համարում ասում է. «Եվ եթե մի անդամ ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամ փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են»։ Սա կարևոր կետ է, որովհետև Պողոս առաքյալը ուզում է բացատրի, որ հավատքի կյանքը անհատական չի, այլ խմբակային է։ Այսինքն մենք անհատական առումով ենք մենք ընդունում Հիսուսին, ամեն մեկս մեր որոշումը պետք է կայացնենք, բայց այն կյանքը, որ մենք ապրում ենք հավատքի մեջ, դա խմբակային է, միասնական է եւ եկեղեցու մարմնի մեջ է։ Իսկ 16 համարի բացատրությունը Պողոս առաքյալը հպարտության դեմ է խոսում եւ բացատրում է, որ մարմնի մեջ, Քրիստոսի մարմնի մեջ, հավատացյալների մեջ տարբերություն չպետք է լինի։ Հավատացյալները Աստծո աչքերի առջև նույնն են։
բոլորին Հիսուսի այրան միջոցով է Հայր Աստված տեսնում, եւ իհարկե մենք մեր արժանինքներով փրկված չենք, որ մենք մեզ բարձր դասենք ուրիշներից։ Եվ եկեք հիմա 17-ից 21 համարներն էլ ուսումնասիրենք ու ավարտենք այսօրվա սերտողությունը։ Գրված է որևէ մեկին չարի դիմաց չար մի հատուցեք, բոլոր մարդկանց առաջ բարիք անել խորեք, եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ մնացեք։ Ինքներդ վրեժ խնդիր մի եղեք, սիրելիներ, այլ Աստծու բարկության տեղ տվեք, որովհետև գրված է իմն է վրեժ խնդրությունը, ես էլ կհատուցեմ, ասում է Տերը, բայց եթե քո թշնամին քաղցած է, հաց տուր նրան, իսկ եթե ծառավ է, ջուր տուր նրան, որտև այս անելով նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես։ Չարից մի պարտվիր, այլ բարիով հաղթիր չարին։ Այս խոսքերը նույնպես եւ կրկնվում է ընդհանուր միտքը իհարկե առաջի Պետրոսի նամակի մեջ, որովհետև առաջի Պետրոսի նամակի մեջ Պետրոս առաքյալը մեզ բացատրում է, այսինքն նամակը գրած է եկեղեցիների համար, ովքեր որ հալածվում էին հատուկ այդ Փոքր Ասիայի եկեղեցիներում, եւ նա հստակ ձևով բացատրում է առաջինը, երբ որ մենք դժվարության առջև ենք կանգնած, հալածանքների առջև ենք կանգնած եւ այլն, ընդմիշտ հիշենք մենք այն հույսը, որն ունենք մենք Հիսուս Քրիստոսով։ Ինքը այդպես է սկսում։ Հետո շարունակում է բացատրել, որ ինչպես պետք է ձեր պահվածքը լինի, որպիսի Քրիստոսի նկատմամբ դուք ամոթ չբերեք, այսինքն դուք այնպես ձեզ պահեք, որ փառք կբերի Տիրոջը։ Եվ այս նույն գաղափարն էլ Պողոս առաքյալն է ներկայացնում։ Ուղղակի ասում է թշնամիների վերաբերյալ Պողոս առաքյալը նորից է անդրադառնում իհարկե եւ նորից հիշեցնում է, որ մեր բուն նպատակը Աստծո պատգամավորները լինելն է եւ մեր գործն է ներկայացնենք Հիսուսին։ Հալածանքի դժվարության առաջ, եթե մենք վարվենք նույն ձևի, ինչպես որ անհավատն է վերաբերվում եւ վարվում, ինչով ենք մենք տարբերվում անհավատից։ Չէ՞ որ մենք նոր մարդ ենք համարվում, վերահաստատված, վերակենդանացած Հիսուս Քրիստոսով, հետեւաբար մենք ինչպես կարող ենք Քրիստոսի հետևորդներ համարվել, Աստծո զավակներ, եթե մեր վերաբերմունքը, մեր նիստուկացը, մեր բոլոր վարքերը անհամապատասխան է Քրիստոսի ուսմունքին եւ աստվածաբանությանը։ Եվ ինչքան կարող ենք, պետք է ապրենք իհարկե այս առաքելությամբ, որ շահենք մարդկանց Աստծո արքայության համար։ Վերջապես մեզ մարդիկ պետքա տեսնեն որպես Քրիստոսի հավատացյալներ, ճշմարիտ, ոչ թե նրանք, ովքեր միմիայն անունով են համարվում քրիստոնյա, եւ նրանց վարքերը անհավատներից ոչ մի բանով չի տարբերվում։ Հույսով եմ, որ այս կիրակի օրվա սերտողությունը ձեր համար օրհնանք էր, կխնդրենք, որ ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Աստված թող ձեզ օրհնի։ Ամեն։